Շատ լավ, հիմա այդքան որ թվերի մեջ խորհանանք կարող խճճվենք, իմ ասածը հետեւյալն է, եւ նաեւ կարծիքներ հնչում, որ սոցիալական բեռը հարգելիներս, այդ դեպքում նույնիսկ եթե ասում ենք որ մարդու գրպանից է գնում, 100 դրամներ էր մարդու գրպանից գնում, այսօրվա 100 դրամը մարդու գրպանից է գնում, եկեք 0 սարքենք, անվճար սարքենք ու բոլորը մեզ կծափահարեն 10 տարի հետո երբ որ չի լինի ավտոբուս ոչ մի բան չի լինի, տեսնենք 10 տարի հետո ինչ կասեն, այսինքն միշտ քննադատել հնարավոր աշխարհում եթե դու չգիտեմ ես գիտեմ որ օրինակներ չկան որտեղ տրանսպորտը շահութաբեր է ես գիտեմ որ տենց օրինակ չկա եթե գիտեք խնդրեմ ասեք կարող է մեկը լինի կամ երկու հա այդ գծատերերը դա իրանց համար գծատերի համար շահութաբեր էր բնականաբար եւ նախկինում այդ գծատերերը չէին վերացում որտեղ այդ շահույթը կար հիմա այդ ամեն ինչը չկա եւ մենք պետքա վերջի վերջո չգիտեմ այլ 10 տարի հետո էլի նայենք Չինաստանը մեզ ավտոբուս կտա թե չի տա գնանք ինչ որ մեկից մուրանք վարկ ուզենք միջազգային գործընկերներից էս ուզենք այն ուզենք թե մենք ունենանք մեր որպես քաղաք մեր փողը որ պետք լինի ավտոբուս առնենք պետք չլինի չառնել ոչ թե ընկնել նայել մեզով ինչ լավություն կանի ու տենց ամեն տարի այսինքն բոլոր ոլորտներում այդ լավության քաղաքականությունը այդ չգիտեմ մուրացկանի պես գնանք ասենք մեզ մի բանով օգնեք ու այսինքն այս վերանայումը հարգելիներս իրականում էլի եմ ասում ինչքան էլ դուք ասեք սա պետք է արվեր նա պետք է արվեր բայց կար իրականություն եւ այդ իրականությունից փախչել հնարավոր չէր եւ մենք չէինք կարող ասենք գիտեք փորձագիտական առումով սա այսպես է հարգելիներս մի 2 տարի սպասեք մենք գծենք հետո նոր տեսնենք ինչա լինում հետո էլ բերենք հետո եւ այլն որտեղ այս ամեն ինչը իրականում հեշտ է ասես կողքից ասել է բայց երբ որ վերցնում ես ու ինքդ ես անում դա արդեն որ հարցնեք կասի գիտի էլի ինչա եղել ասեք WIG ընկերության նախագծի ուսումնասիրել եք կարդացել ամբողջությամբ ծանոթ եմ այո ես էլ որ ձեր խոսքը լսում եմ շատ կարելի ես էլ սա կարող եմ կարդալ, բայց կարդալով չի էլի։ Այո, ճիշտ եք ասում, սիրուն է գրած։ տարի հետո մենք էլի մնալու ենք առանց ավտո։ Այո, մենք դու առաջարկում եք որ չբերեինք 18 թվից ցած։ Առաջարկում եք չբերեինք, այսինքն բերեիք այն ինչը որ պետք էր, շահագործեիք այնց ոնց որ պետք էր։ Դուք բերում եք իրան, մտցնում եք ոչ թե ճիշտ գծի մեջ, այլ սխալ գծի մեջ, սխալ աշխատացնում եք, ասում եք փողը տուր։ Դե հիմա ձեր առաջարկները իրականացվում են, ես ասում չի լինում ամեն ինչ մի անգամ։ Գիծը որ ասում է, ես գծից ես գիծ մտնի իրան մի մցրեք ընդ ջարդեք։ Ես էլ ասում եմ ամեն ինչ։ Գազել եք բերե, որը միջազգային խորհրդատուն չէր ասել բերեք։ Հա, այդ առումով միջազգային խորհրդատուն ձեզ տվել էր չափորոշիչի ավտո բերեք։ Դուք գնացել եք այդ չափորոշիչից դուս եք ավտո առնում։ Հիմա էլ շարունակում եք նույն ձև առնել։ Հիմա էլ չեք ասում ի վերջո երբ եք ուզում գնաք նորմալ ցանցի, որ մենք իմանանք այդ ներդրումը որ արվում է, ոչ թե փողը վառում եք, այլ արդյունավետ ծախսում եք։ Դուք էլ մեզ հիմա ասում եք առեք։ Ես ձեզ հավաստիացնում եմ։ Ես յուրաքանչյուր նախադասություն եւ յուրաքանչյուր թիվ, որը որ ասում եմ, ոչ թե ենթադրում եմ, մատիցս հոտ եմ քաշում կամ ես կարծում եմ, այլ վավեր է եւ ես իրավունք ունեմ կարծելու։ Որովհետեւ այդ մեկ ասում է ես կարծում եմ, այդ կարծելուն էլ էլի մեկ պետք է իրավունք ունես կարծես թե չէ։ Ինչ ես արել որ կարծես։ Շատ լավ, ուղղակի որ ասում եք ձեռք բերեք SSS ճիշտ ավտոբուսները, այդ ձեռք բերելը այտենց օթից չի, դա պետքա վճարել դրա համար։ Ու հետո այդ պետքա վճարածի տակից դուրս գալ։ Հիմա դուք ասում եք, սաղ մի անգամից անեիք մի օրում։ Ժորժ ջան, չի լինում այտենց էլի։ Դե հիմա օքեյ, շատ լավ, դուք տենց եք կարծում կարելի է խոսքը փոխանցել։